ամբողջ առողջապահության նախարարության բյուջեն, առողջապահության բյուջեն 211 միլիարդ է։ Իսկ դրանից 127 միլիարդը միայն ապահովագրական այս համակարգինն է։ Ստացվում է մենք 127 միլիարդ գումարը տալիս ենք տնօրինելու մի հոգաբարձուների մի խորհրդի, որը դեռ ձևավորված չի, որը չգիտեմ ինչ նախագահ է ունենալու, ով է, ինչպես են, որը ըստ էության 26 թվականին որևէ մեխանիզմ չկա նախատեսված, որ այդ հոգաբարձուների խորհուրդը ազգային ժողովին հաշվետվություն է ներկայացնել 127 միլիարդ տալիս ենք ինչ որ մեկին, որը դեռ չկա, ինչ որ խորհրդի, որը դեռ չկա, ձևավորված չի, տալիս ենք 127 միլիարդ տնօրինելու եւ այն օրենքի մեջ չկա նախատեսված վերահսկողության մեխանիզմներ։ Ասում են դե օրենքը կընդունենք, հետո այդ ամեն ինչը գործարկության մեջ կնենք։ Այսինքն 15 օր է մնացել, 15 օրվա մեջ դուք պատկերացնում եք, այդ ինչ աշխատանք է կատարվել։ Այս ամեն ինչը անում են ափալ-թափալ, որովհետեւ առաջիկայում ընտրություններ են, իրենք տվել են այդ խոստումը, այս խոստումը չեն կատարել եւ հիմա վերջին պահին բերում են, որ իբր թե տեսեք այս պտիչկեն դրեցինք, այս խոստումը կատարեցինք, բայց չէ որ այդ խոստումը կատարելը առնչվելու է յուրաքանչյուր քաղաքացու